Արդեն անարդարացի են ամբողջ քարոզարշավը։ Ինչի մասն է խոսքը, բռնաճնշումն, վարչական ռեսուրսի կիրառում բարեկամներին եւ միայն իմ բարեկամներին չէ, մեր թիմակիցների բարեկամներին, այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք իմ ընկերոջ քենուն են դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իր փեսան իմ ընկերն է։ Ասել են այս մակար Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել, Մաշտոցի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնը։ Հրամանով ազատել է։ Պարոն Խաչատրյան, ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Նշանակի, որ նախ որ վաղար շաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ էջմիածնում հոգևոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Հաշվի առնելով հակաեկեղեցական արշավը, այս ընտրությունների կարևորությունը ո՞րն է։ Օրինակ, եթե ԿՊ-ն հաղթում է, սա նշանակում է, որ Փաշինյանին հաղթաթուղթ են տալիս, որ կաթողիկոսին այդ գահընկեցանելու process-ը շարունակվի։ Կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել հարցը, բայց ես ասել եմ, երբ ԿՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի Մայրաթոռի վրա, իրենց այն ճղճին փոքրոքի ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել հայ առաքելական եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաեւ 26 թվին իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձելու լուծել։ Ի սկզբանե ասել եմ, այսօր մեր վաղաշաբաթ համայնքում ով քվեարկում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակցության շահին։ Պարոն Խաչատրյան, որ դուք դառնաք համայնքապետ, ձեր ընկերոջ քենու վրեժը լուծելու եք, Արգիշտի Մեխակյանի բարեկամներին ազատելու եք պետական հիմնարկներին։ Իհարկե ոչ, մենք երբեք վրեժ չենք լուծելու, ես ասել եմ, իմ քեռու կնոջը մանկապարտեզի տնօրենից աշխատանքից հորդորել են դիմում գրել ազատել էին, այլ քաղաքական մեկնաբանելով, այլ քաղաքական ճամբարում լինելու համար, հիմա Արգիշտի Մեխակյանի մայրը մանկապարտեզի տնօրեն է, կարծեմ Արագած գյուղում։ Այսինքն ինչ անեմ, մենք ընտրվենք իր մայրիկին ազատեմ աշխատանքից, արդյոք դա բարոյական է կամ տղամարդավարի ընդհանրապես։ Իհարկե տենց բան մենք չենք անելու, որովհետև առաջինը իմ թիմակիցները, իմ ընկերները ու առաջինը հենց իմ ընտանիքի անդամները նման բան երբեք թույլ չեն տա։